Ինչ գիտենք գելային հումքի մասին։ Այն թափանցիկ է, առանցքական, ունի տարբեր խտություն։ Հալման աստիճանը 70-ից 110 աստիճան։ Որքան բարձր է հալման աստիճանը, այնքան միջի փուչիկները ավելի քիչ կլինեն։ Հիմնականում օգտագործում են տարայով մոմեր պատրաստելու համար։ Այն համադրելի է կոկոսի և սոյայի ոսկերի հետ։ Շատ լավ վերցնում է նաև գունաներկը և բուրավետիչները։ Եթե պլանավորել եք երկու տեսակ հումքը միքսել իրար, հիշեք մեկ փաստ։ Շատ տաք վիճակում մեկը մյուսի վրա լցնել չի կարելի, որովհետև երկուսն էլ մոմային հումք են և տաքությունից կարող են հալվել։ Գելային հումքը կարող եք լցնել ոչ միայն տարաների մեջ, այլ նաև ստանալ փոքրիկ դեկորներ, օրինակ սառույցի կտորիկներ։ Հոլովակի վերջում կտեղադրեմ գելային հումքով պատրաստված մոմերի մի քանի տարբերակ։ Իսկ դուք հետևեք մեր էջին, որպեսզի իմանաք ավելին հումքերի, ներկերի և բուրավետիչների մասին։